Scolla che molla, sia bella, sta bene, se balla, sia male, scolla che molla, sia bella, sta bene, se balla che molla, sia bella, sta bene, scolla che molla, sia bella, sta bene, lainete sulle, lainete sulle. Էստոնիայում, որի բնակչությունը Հայաստանի բնակչության կեսն է կազմում, ավելի քան 700 երգչախումբ կա։ Դրանցից մեկը աշխարհում լայն ճանաչում ունեցող էստոնական ազգային արական երգչախումբն է։ Այս երգչախմբի բացօթյա ոչ ֆորմալ ելույթով ապրիլի 26-ին Բյուրականի Սուրբ Հովհաննես եկեղեցու բակում մեկնարկեց հոգևոր երաժշտության առաջին փառատոնը։ Էստոնիայի ազգային արական երգչախումբը կամ ՌԱՄ-ը երկրորդ անգամ է հանդես գալիս Հայաստանում երևանյան հեռանկարներ միջազգային երաժշտական փառատոնի հրավերով։ Ապրիլի 23-ին եւ 25-ին այն բացեց փառատոնի 16-րդ համերգաշրջանը, ելույթ ունենալով Երևանում եւ Վանաձորում։ Սակայն այս համերգը հատուկ խորհուրդ ուներ։ Հայոց ցեղասպանության հիշատակին նվիրված հոգևոր երաժշտության փառատոնը ըստ կազմակերպիչների պետք է անցկացվի ամեն տարի ապրիլին եւ մեկնարկի Բյուրականում, որտեղ անցյալ տարի հիմնվել է Երևանյան հեռանկարներ փառատոնի ակադեմիան։ Ըստ ծրագրի հաջորդ տարվանից հայկական հոգևոր երաժշտությունն այս օրերին կհնչի ոչ միայն հայաստանյան եկեղեցիներում եւ մշակութային հարթակներում, այլև աշխարհի տարբեր երկրներում, նաեւ օտարների կատարմամբ։ Էստոնիայի ազգային արական երգչախումբը հիմնադրվել է 1944 թվականին դիրիժոր Գուստավ Էրնեսակսի կողմից, որն Էստոնիայի երգչախմբային երաժշտության առաջնորդն էր։ Գրեմի եւ այլ բազմաթիվ մրցանակների արժանացած այս երգչախմբի երգացանկն ընդգրկում է վերածննդի երաժշտությունից մինչև 21-րդ դարի կոմպոզիտորների գործեր, որոնց մի մասը գրվում է հենց իր պատվերով։ Երգչախմբի ղեկավարը Միք Ուլեոյան կարծում է, որ որքան էլ հին ու հարուստ պատմություն ունենա երգչախումբը, նրա աշխատանքը պիտի ուղղված լինի ապագային, չնայած դժվարություններին։ Maestro Nicolas Harnoncourt, who just passed away. Maestro Նիկոլաոս Արնոնկուրը հաճախ ասում էր, որ մեր ձգտումը դեպի հնագույն երաժշտություն պայմանավորված է նրանով, որ մենք չենք կարող ստիպել մեզ առերեսվել ժամանակի սարսափներին։ Ժամանակակից երաժշտություն լսելը կարող է ցավ պատճառել։ Պատմությունը, երաժշտական բոլոր ժամանակաշրջանները շատ կարևոր են, սակայն մենք միշտ պետք է պահպանենք կապը մեր ժամանակի հետ։ Սուրբ Հովհաննեսի բակում երգչախումբը բացի էստոնացի հեղինակների ստեղծագործություններից հնչեցրեց նաև Կոմիտաս։ Իդեպ մաեստրո Միք Ուլեոյան հիշեց, որ մի քանի տարի առաջ, երբ երգչախումբը նոր էր ծանոթանում հայ հոգևոր երաժշտությանը, նրանք դժվարություններ ունեցան նյութեր հայթայթելիս։ Նա համարում է, որ հայկական երաժշտությունն ունի թվային տարբերակով ավելի լայն ներկայացվելու կարիք։ Գործ ունեք անելու։ Բյուրականում Երևանյան հեռանկարներ փառատոնի ակադեմիայում երգչախումբը նաև վարպետության դաս անցկացրեց Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի սաների համար։ Մարիա Հովսեփյան, Դավիթ Ավետիսյան, Civilnet։